Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, բարև ձեզ, սիրելի ընկերներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է, եւ մենք մեր հերթական կիրակնօրյա թողարկման մեջ ենք, ես Ռուբեն Մելիքյանը Երևանից եւ Աղասի Ենոքյանը Հյուսիսային Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ, սիրելի դիտողներ, ինչպես միշտ անդրադառնում ենք շաբաթվա կարևոր թեմաներին, հա։ Եվ սկսենք ուրեմն պատերազմից, սկսենք զորացում մտածող, Իրանի դեմ մտածող պատերազմից, շատ արագ ասենք, որովհետև Այո, մեր տարածաշրջանի այս արդեն բավական ինչքան ժամանակ է, երրորդ շաբաթն է։ Մեկ ամսից ավել է։ Հա, չէ, ինչ մեկ ամսից ավել։ Հա, մեկ ամիս էլ լրացավ, կարելի է ասել։ Փետրվարի 28-ին սկսեց։ Դե նորությունը այն է, որ փաստորեն պատերազմը ընդլայնվում է, հայտարարեցին, որ պատերազմի մեջ են մտնում նաև Եմենի հուսիտները, ոչ միայն հայտարարեցին, այլ հարցեր արձակեցին, բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Ուգանդան հայտարարեց, որ ինքը մտնում է պատերազմի մեջ, Իսրայելին իր պաշտպանություն, սա երևի ամենահետաքրքիր կամ Ուգանդան միացավ ի պաշտպանություն Իսրայելի։ Այո, ի պաշտպանություն Իսրայելի։ Վայ քո արա։ Էդ են նույն Ուգանդան չէր են, որ այն հայտնի ինքնաթիռը որ փախցրել էին Նեթանյահուի աղբերն էլ այդ բան ազատող գերիներին ազատող խմբի ղեկավարներ սպանվեց բան 70-ականների։ Այդ Ուգանդայում չէր եղել։ Որ նախագահը մարդ էր ուտում, որ նախագահը երբ որ Չէ, սպասի, մի վարքյան, արի չխառնեք, նախագահը մարդ էր ուտում կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Բուկասայի մասին էր, Ուգանդայում էլ էր ուտում։ Որ նախագահին ուրեմն բացա գցեցին։ Իդի Ամինը չէր նրանց ղեկավարը, նրանց նախագահը։ Այո, այդ մարդը ինչ ասես արել է, բայց մարդ էլ է կերել։ Այդ ցավը տանեմ, խալաս լիքում մարդու կտապան հետո։ Լավ։ Այդ ձեր ամերիկացիքից ինչ ասես կլսես, այ մարդ։ Կարևորի։ Մեր ամերիկացիք ուրիշ բաներ են ասում, մեր ամերիկացին ասեց 5 օր ժամանակ են տալիս, հետո ասեց 10 օր ժամանակ են տալիս, հետո ասեց չէ 48 ժամ ժամանակ են տալիս, հետո ասեց որ օրգուզի նեղուցը պետք է կոչվի Տրամպի անվան նեղուց, ոչ ասած բարդ վիճակա, ոչ մեկ չի հասկանում թե ոնց է դուրս գալու այս պատերազմից Տրամպը, որովհետև ինքը ժամանակը բաց թողեց, ոսորեն այն ժամանակ երբ որ կարող էր ասել հաղթել եմ, ու դուրս գար, հասավ այն վիճակին, որ արդեն պատերազմը հանգեցրել է համաշխարհային ճգնաժամի, համաշխարհային էներգետիկ ճգնաժամի, եւ չգիտեմ, ինքը անպատասխանատու շատ բաներ անում, բայց այս վիճակում թողնի ու դուրս գա, հա, ոսա ուղղակի կընկնենք կատաստրոֆա ամբողջ աշխարհի համար։ Դե հա, իզուր ձեր, իզուր այդ ամեն ինչը արեցիք, շատ իզուր։ Այո, sorry։ Լավ, բայց ես ուզում եմ խոսամ ուրեմն մեր պատերազմի մասին, Հայաստանի պատերազմի մասին, որ Նիկոլը ասում է սեպտեմբերին լինելու է։ Օրը ժամը դեռ չի ասել։ Ասեք։ Սեպտեմբերին քանիսին էր սեպտեմբերի։ Ասում Ալիևից ստանա։ Հա, Ալիևը հələ որ սեպտեմբերն է ասել իրան։ Հիմա այստեղ ինչն է հետաքրքիր, որ ինքը մի կարևոր հարց չի պատասխանում, թե այդ աղա ջան, այդ ինչ ասեմ, պարոն վարչապետ, այս 8 տարի այդ երկրի ղեկավարն ես, դու ինչ ես արել, որ այդ պատերազմ չլինի։ Եթե այս 8 տարի երկիրը ղեկավարելուց հետո դու նորից գալիս ասում ես պատերազմը լինելու, ապա քո արածը ինչ է եղել։ Չէ, մի վարքյան, սպասի, ես սատանայի փաստաբանություն եմ պատրաստվում անել։ Դրա պատասխանը ինքը ունի։ Կասի, այ ախպեր ջան, ես տակտիկա եմ մշակել, ինչ ուզում են տալիս եմ։ Էդ եմ արել, դրանից ավելի ինչ անեի։ Ամենաարդյունավետ բանն է պատերազմ չլինելու, ասում է, օրինակ տես, օրինակ ասում է, ես նենց եմ արել, որ Արցախում երբեք էլ պատերազմ չի լինելու։ Շատ ճիշտ, այսինքն եթե Հայաստան չլինի, էլ Հայաստանը պատերազմ չի լինելու։ Մենք այտենց բանը դառը ձևով ենք, դառը հումորով ենք սրան վերաբերում, սև հումորով, բայց ախր իր ասացի բուն էությունը էս դա է։ Հա։ Ասել նա ստեղծել է մի համակարգ իր ասելով։ Իմ կարծիքով սուտ ասում։ Նա ստեղծել է մի համակարգ, որ պատերազմ լինել չլինելը կախված է Նիկոլ լինել չլինելուց, հա։
Սա փաստորեն պետության Չէ, դա տես չի իրականում, որովհետև շատ կներես այդտեղ իր ասածները իրականությանը խնդրեմ ունեն, որովհետև առաջին նույն ձևով երկու ընտրական, սա շատ կարևոր է, սա պետք է անընդհատ ասել, չզլանալ կրկնելուց, թե 18 թվականի ընտրություններից առաջ, թե 21 թվականի ընտրություններից առաջ բացարձակ խաղաղ էր սահմաններին։ Դու հիշում ես։ Այո, միշտ տենց է լինում։ Հա, բայց ինչ եղավ դրանից հետո։ Դրանից հետո չեղավ արդյոք 18 թվից հետո որոշ ժամանակ հետո 20 թվի պատերազմը, 21 թվի ընտրություններից հետո որոշ ժամանակ հետո Ջերմուկ, Գեղարքունիք եւ այլն եւ այլն։ Սյունիք, Իշխանասար, այսինքն այս ամեն ինչը բացարձակ կապ չունի, ինքը ղեկավար չի, այսինքն կապ ունի այնքանով, որ եթե ինքը ղեկավար է, ուրեմն հաստատ կլինի պատերազմ, այս է կապը։ Այո։ Սա այն որ դասական տրամաբանություն է։ Եվ այս է պատճառը, որ իրանց հիմնական թիրախը ոչ այնքան քաղաքականությունն է, ոչ այնքան բարոյականությունն է նույնիսկ, ոչ այնքան արժեքներն են, որքան սովորական տրամաբանությունն է, ինքը տրամաբանության դեմ է պայքարում։ Գիտես, փաստորեն իրենք յուրացրել են այն կարևոր խնդիրը, որ ցանկացած ուտ, եթե շատ ես ասում, դա ուրեմն ուտում է, հա, ցանկացած հակատրամաբանական բան որ շատ ես ասել էլ ինչ ունեն, լավ, հենց նախկինները 8 տարի նախկիններ կարա խոսան, էլի են խոսում նախկիններ։ Էլի են խոսում դղյակներ, հա, անհետ։ Դե արդեն դա ինչ։ Արդեն դա, ասենք, ով որ պետք է որ այդ խոսույթի ներքո իրանց ձայն տար, ինչ որ փոքր խավ կա, այդ մարդիկ բոլոր դեպքերում իրանց ձայն են տալու։ Բայց դրանից այն ավելի լայն զանգվածներին ո՞նց են ներգրավելու։ Ապրես հիմա անցել է շանտաժին, փաստորեն նրանց, ովքեր որ իրենց ձայն չեն տալու, ասում է, որ ձեր գլխին պատերազմ կբերեմ, եթե ուրեմն ինձ հակառակ չընտրեք։ Կարծում եմ այստեղ կա տրամաբանություն։ Պետքան ասում ես հակատրամաբանություն։ Չգիտեմ, ես ինչքան այդտեղ տրամաբանություն եմ ինչքան այդտեղ տրամաբանություն կա, երկու անգամ ավել տրամաբանություն կա այնտեղ, որ Նիկոլի դեպքում պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ է։ Հաստատ այդպես է, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Ինքը իր ասածները տեղ հասցնելու ավելի շատ գործիքներ ունի, քան թե նրանք, ովքեր որ ասում են, որ Նիկոլ նշանակում է պատերազմ։ Սա է ամբողջ խնդիրը։ Ամբողջ խնդիրն այն է, թե քանի կանալ ունես, կարողանում ես արդյոք հեղեղ ստեղծել ինֆորմացիան, որ քո ասած հակատրամաբանական անհեթեթ բաները հասցնես ուրեմն մարդու։ Դե դա էլ ես ճիշտ ասում, հատկապես Երևանից դուրս, որովհետև Երևանը քաղաքաբնակ մարդկանց համար գնալով այդ ինֆորմացիոն գրագիտությունը ավելի հասանելի է դառնում եւ չգիտեմ 2, 3, 5, 10 տարվա համեմատ շատ ավելի գրագետ են քաղաքաբնակները, խտրականություն չեմ դնում, ուղղակի հանգամանքների բերումով, էլի։ Եվ այդ պատճառով այդ իր անհեթեթությունները միանգամից έτσι իդենտիֆիկացվում են։ Դրա համար է իր Երևանում այս քարոզարշավը այսքան պրոբլեմատիկ։ Դրա համար է հիմա ինչ որ ըստ մամուլի տեղեկությունների արհեստական փորձելու ինչ որ կողմնակիցներ բերել հավաքել, որպեսզի իրան այտենց փառաբանեն ու դա հերարցակի, որ այդ նույն պրոբլեմների մեջ չընկնի։ Հենա այսօր ես տեսա մի քաղաքացի բողոքում էր, ասում էր անցնում մեջ թողեցին, չգիտեմ, ֆիքսեցին, որ այսինքն հիմա արդեն face controller են անցկացնում, էլի։ Դե իսկ Երևանից դուրս ինքը ավելի, ասեմ, վստահ է, ավելի արխայն է, հա, աստորեն մտածում է, որ կոկորոզ ուտելով ու հմեկով ինքը այնտեղ կարողանա։ Հա, որովհետև ինֆորմացիոն հոսքերի մեջ այնտեղ հմեկի դերը շատ ավելի մեծ է, քան Երևանում օրինակ։ Հա։ Լավ, ասա, ինչ նոր զարգացումներ կապված։ Դե Հայաստանում այս ընթացքում լիքը զարգացում եղավ եւ եկեք սկսենք մեր ընկերներից, որը նաեւ ուղիղ ազդեցություն է ունեցել մեր այսպես հաղորդման, ինչ էր ասում, շապկա են ասում, չէ, շապկա չեն ասում։ Ֆոնի իմ տաղավարային ֆոնի վրա տեսնում եք նախորդ շաբաթ իմ ձախ կողմում մի հիանալի մարդու նկար կար, հիմա այդ մարդու նկարը չկա եւ դա շատ լավ է որ չկա, որովհետեւ դա նշանակում է որ
վերականգնվել է Նարեկ Սամսոնյանի ազատությունը հարաբերականորեն, էլի ամբողջական չի վերականգնվել, բայց ֆիզիկական ազատությունը, այսինքն տարածքային առումով ազատությունը վերականգնվել է։ Ես ասեմ, այդ բանը կոչվում է զադնիկ ռուսերեն, աղավարում, հայրը վախենում եմ ասեմ, էլի կարող է Նարեկի օտացիթական։ Հա, այդ ինչ-որ հետույքայի բան է ստացվում, ես այդ արդեն արգելված բառերի շարքին է սկսել դասվել այդ բառը։ Լավ, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ, ես ուզում եմ մի անգամ էլ պարզաբանել, որտեղ դեռ շարունակում են հարցեր տալ, նաև Ազգենի հետ կապված, մենք շարունակաբար կրկնում ենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, եւ հիմա մեր համար այս պահին առաջնահերթ ենք համարում հենց Վազգենի ազատ արձակումը, որովհետեւ շատ ավելի սուր է դարձել նրա անազատությունը այս պահին, այսպես ասեմ, նրա անազատության անարդար լինելը։ Ինչ տեղի ունեցավ անցած շաբաթ նշանակված էր դատական նիստ, որը քննելու էր բացառապես մեր միջնորդությունը Նարեկ Սամսոնյանի խաբման միջոցը փոխելու։ Ինչն էր հետաքրքիր, որ այդ միջնորդությունը մենք ներկայացրել էինք վաղուց, դեռ այն ժամանակ, երբ Նարեկը բանտում էր։ Եվ երբ որ վերաքննիչ դատարանը որոշեց փոխել խաբման միջոցը տնային կալանքի, վերաքննիչ դատարանը որոշեց։ Արաչիացյանի դատարանը, որին ուղղված էր մեր միջնորդությունը, ասեց պնդում եք թե չեք պնդում։ Ես էլ ասեցի, մենք էլ ասեցինք, իհարկե պնդում ենք, որովհետև անազատությունը աղաց։ Իրականում սա այնքան նուրբ հարց է, որ շատ են մարդիկ սրա մասին խոսում, բայց ես հավատացեք իմ փորձին, տնային կալանքը, այո, բանտայինից փոխվելուց հետո մի որոշ ժամանակ, մի երկու շաբաթ լավ է, բայց դրանից հետո այդ բացասական զգացողությունը, այդ սահմանափակվածության զգացողությունը շատ սուր է։ Էլի նույն 4 պատերի մեջ ես էլի դու։ Տարբերությունը ընդհանրապես այն է, որ բանտային կալանքի դեպքում դու ոչ միայն ազատությունից ես զրկվում, այլև քո ընտանիքից ես զրկվում, քո այսպես ընտանեկան կոմֆորտից ես զգում, չգիտեմ, քո սենյակում պարկելու, լամպը միացնելու, գիրք կարդալու, օրինակ էլի, չգիտեմ։ Ոչ միայն ազատություն, այսինքն դա ազատազրկում է պլյուս։ Իսկ տնային կալանքը ըստ էության միայն ազատազրկում է։ Ու նաև շփումների սահմանափակում իհարկե։ Բայց գոնե ընտանիքիդ հետ ես, երեխեքիդ հետ ես, եթե շներ ունես, շներիդ հետ ես։ Լսի, բայց չէ, Նարեկի հանդեպ սահմանափակումները չեն վերացել։ Դե այդ եմ ասում, հիմա գալիս եմ դրան, իհարկե չեն վերացել։ Մենք այդ միջնորդությունը արել ենք եւ դատարանը հատուկ օր նշանակեց, մոտ 1 ամիս հետո բավական ուշ նշանակեց օրը, որ երբ որ պետքա քննվեր այս միջնորդությունը, ընդ որում մենակ մեր հետ էր նիստը, այլ որտեվ բացառապես այս հարցին էր անդրադարձը լինելու։ Հանրային մեղադրողը, սա հատուկ եմ ուզում շեշտել, սկզբունքորեն առարկեց։ Այսինքն ոչ թե ասեց թողնում եմ դատարանի հայեցողությանը, ոչ թե ասեց թե չգիտեմ բան, այլ սկզբունքորեն ասեց չէ, ես սկզբունքորեն դեմ եմ, սա անընդունելի է։ Այնուհանդերձ դատարանը որոշում կայացրեց, բայց մի շատ խիստ պայմանով, բավարարեց մեր միջնորդությունը մի խիստ պայմանով, որ Նարեկ Սամսոնյանը ընդհանրապես որևէ ձևով հրապարակային խոսք ասելուց արգելվի նրա հրապարակային խոսքը, գրավոր լինի, թե բանավոր լինի, այսպես ինտերնետով լինի, թերթով լինի, ռադիոյով լինի, չգիտեմ, աղունիկով լինի, ինչով ուզում է լինի։ Նարեկ Սամսոնյանի հրապարակային խոսքը բացարձակ արգելքի ներքո է, ոնց որ թե մենակ մի անգամ է այսպիսի իրավիճակ եղել, կարճ տևեց Սամվել Կարապետյանի մասով, եթե հիշում եք։ Տնային կալանքի մեջ գտնվելու ժամանակ Սամվել Կարապետյանի մասով, այն որ բացարձակ արգելք կա խոսքի մասով 2025 թվականի դեկտեմբերի կարծեմ 30-ի որոշմամբ, որը կարճ տևեց ընդամենը մի շաբաթ 10 օր։ Այսինքն սա մեր երկրում տարածում շատ չունեցող երևույթ է եւ այո, խոսքը վերաբերում է սահմանադրական կարևորագույն իրավունքի սահմանափակմանը, բայց դա մի նժարին է, իսկ մյուս նժարին էլ ֆիզիկական ազատության իրավունքն է, այդ առումով ես այսպես պետք է արձանագրել իրավիճակը, սա է։ Այսինքն մենք ունենք ազատության վերականգնում եւ ազատության հետ կապված որևէ սահմանափակում չկա ֆիզիկական ազատության։ Օրինակ, էլի օրինակ բերեմ, ընդամենը 2 շաբաթ առաջ
տեղի ունեցավ Արշակ Սրբազանի, ոչ տեղի ունեցավ, այլ Արշակ Սրբազանը ազատվեց բանտային կալանքից, այդտեղ վերաքննիչ էլի դատարանի որոշման, վերաքննիչ դատարանը տարածքային սահմանափակում դրեց։ Իմ համար մի քիչ անհասկանալի է թե սահմանափակումը ինչ նպատակ էր հետապնդում, այնուհանդերձ դրեց եւ սահմանափակեց Արշակ Սրբազանի ուրեմն տեղաշարժման ազատությունը վաղար շաբաթ համայնքի սահմաններով։ Սա այն դեպքն է, որ մենք պետքա խորին շնորհակալություն հայտնենք հայրենական կառավարությանը, որ ժամանակին ընդարձակեց վաղար շաբաթ համայնքը, դարձրեց խոշորացված համայնք եւ հիմա Էջմիածին քաղաքից բացի այնտեղ տենց լիքը գյուղերել են ներառվում, էլի։ Մենք պարտավոր ենք երախտապարտ լինել դրա համար։ Բայց դրան էլ արգելեցին, չէ՞, արդեն որ մասնակցի պատարակների։ Ում։ Հենց նույն վաղար շաբաթ համայնքում Արշակ Սրբազանին։ Չէ։ Պատարակի արգելքը վերաբերում է Միքայել Սրբազանին։ Իր թեմում իր քահանաների հետ շփվելու, իր առաջնորդարանում լինելու արգելքը վերաբերում է Մկրտիչ Սրբազանին։ Սենց բան է, էլի։ Յուրաքանչյուրի նկատմամբ հատուկ դուք մի հատ լավ տերմին ունեք, tailored approach, չէ՞։ Այո։ Հա, տենց, այսինքն անգլերեն բառը, որ նշանակում է ամեն մեկի նկատմամբ յուրահատուկ մոտեցում, վերադառնանք շատ արագ, սա էր, հիմա Նարեկը ազատության մեջ է, բայց խոսքի ազատության տոտալ սահմանափակմամբ, իսկ Վազգենի մասով ամենակարևորը այս պատմության մեջ Վազգենի գործոնն է, Վազգենի մասով մենք հույս ունենք, որ խափաման միջոցի հարցը քննարկվելու է ապրիլի 2-ին նշանակված հերթական, սա արդեն հերթական դատական նիստին, ինչու, որովհետև Վազգենի նկատմամբ կիրառված բանտային կալանքի ժամկետը ավարտվում է ապրիլի 13-ին։ Հա, եւ մենք ունենք հույս, որ ապրիլի 2-ին է այդ հարցը քննարկվում, այլ ոչ թե մեկ այլ օր նշանակվելու, ասենք, չգիտեմ, ապրիլի 5-ին, 10-ին, 11-ին, որպեսզի այդ հարցը քննարկի, պրակտիկան ցույց է տալի, դատավորները աշխատում են այդ հարցը քննարկման առարկա դարձնել եւ լուծել վաղաժամ, որպեսզի չեպեներ չլինեն, հետո այդ ժամկետի բաց թողնելու խնդիր չունենան։ Էսա մենք ամսի 2-ին հույս ենք ունենալու, որ Վազգենի մասով դրական որոշում է կայացվելու, որը կարող է այդ օրը ուժի մեջ մտնի, կարող է մինչև ամսի 13-ը ուժի մեջ մտնի, եթե լը կհասկանանք։ Կարևորն է նա, որ լինի այդ որոշումը Վազգենի մասով, որովհետև գիտես, ամեն դեպքում սա առաջի դեպքը չի, Բագրատ Սրբազանի գործով, 18 արդարների գործով։ Այն, որ դատարանը սկսեց հերթով փոխել խափաման միջոցները մեղմացնել, դա պայմանավորված էր նրանով, որ առաջինը եղավ։ Վերաքննիչ դատարանը մի արդարներից մեկի, մասնավորապես Հրայր Սարգսակյանի մասով որոշում կայացրեց, փոխեց դրա խափաման միջոցը։ Դրանից հետո արդեն անարդարության զգացողություն է առաջանում։ 18-ից բոլորն էլ մեղադրանքը նույնությամբ նույնն է, ու իհարկե այս օրինակս վերաբերում է Բագրատ Սրբազանի գործով, այդտեղ տարբեր բաներ, իրավիճակներ կարող են լինել, բայց այս դեպքում կոնկրետ 18 արդարների գործով մեղադրանքը նույնն էր։ Так что մենք հույս ունենք, որ այս գործոնը նույնպես կաշխատի Վազգենի խափաման միջոցի մասով։ Լավ, մի հարց էլ քեզ տամ, չգիտեմ, իրավական, թե քաղաքական, ես ինչքան հիշում եմ, ուրեմն Նարեկին հանդեպ գործ են հարուցել, Նարեկին կալանավորել էին, Ալեն Սիմոնյանի բողոքով, չէ՞, գնացել են։ Այո։ Հայհոյում եմ, հիմա կարծես թե այս հայ ժողովրդի մոտ անհագ ցանկություն կա Ալեն Սիմոնյանին հայհոյելու, էլի են չէ՞ տես դեպքեր եղել, էլի բողոքել, ասելու, ինձ հայհոյում են, ինչի՞ց է, որ այդ ցանկությունը տես հայ ժողովրդի մոտ կա, ժողովրդից է թե Ալենից։ Նախ ես այդ մարդկանց շարքին եմ դասվում, որ մեղմ ասած այդ զգացողությունները իմ մոտ են առաջանում եւ ես գիտեմ, որ շատ-շատերը այդպես ինքնազսպմամբ են զբաղվում, որովհետեւ այսինքն դու ես քո խոսքի ազատությունը սահմանափակում ես։ Դե հա, էլի, հավես չկա։ Մեկ առանցքը վերցնել մասով։ Բայց դու հիմա ակնարկում ես ուրբաթ օրվա հինգշաբթի օրվա միջադեպը ազգային ժողովի առջև։ Այո։ Բայց այդտեղ կարևորը եւ այս keyword-ը ոչ թե նա, որ մարդկանց մոտ արիլնին
հայհոյելու այսպես ցանկությունը առաջանում, դե գիտես, այդտեղ հայհոյանքի խնդիրը չի։ Ուղղակի Ալենը այնքան վատ պաշտոնյա է, այնքան չարաշահող, այնքան թոքից փախած վարքագիծ է դրսևորում, որը որ ռեակցիա է առաջացնում։ Բայց այս դեպքում եղել է ուղիղ սադրանք։ Հասկանում ես, այսինքն Ալենը մասնագիտացել է սադրելու մեջ։ Այս է դասը այս ամեն ինչից, որ այդ մարդը ուղղակի շառ է։ Ինչ եղավ նաև տղաների դեպքում իդեպ։ Ինքը սադրեց։ Սա անընդհատ մենք պետքա կրկնենք։ Երկար ժամանակ այդ մարդուն չէին անդրադարձել։ Երկար ժամանակ։ Այսինքն որևէ բան չկար էլի, որ տենց ինչ որ տղեկը մի բան էին արել, մեկ էլ մի շաբաթ հետո Ալենը արձագանքել է։ Գիտես, մի հատ տենց երեխայական բան կա, ես տենց նաև որպես բավական բուրըն տարիքում գտնվող երկու տղաների հայր, գիտեմ, ասենք ինչ որ մեկի վրա ջղայնանում եմ, մեկ էլ հիշում ասում, բա ոնց եղավ որ 3 չառաջոր ախպերս էլ ինձ ցենց, ասեն, այնց հին պատմություններ էլի, այնց միշտ հին պատմություններ կան բոլորի մոտ։ Բայց դա լուրջ չի, խոսքը պետք է վերաբերի անմիջական պատճառին։ Անմիջական պատճառ որպես իմնեմնիմի երկու գործի անմիջական պատճառը, նորից եմ ասում, անմիջական, թե ինչ ա եղել տարիներ առաջ, բան, տենց ամիսներ առաջ եւ այլն, դա թողնենք մի կողմ։ Անմիջական պատճառը այն ա եղել, որ տղաները շատ կարևոր ընդդիմադիր հարթակ որպես երրորդ նախագահի հետ անցկացրել են ուրեմն հարցազրույց, որից հետո ամբողջ ԿՊ-ն վերջի ձևով անընդունելի բառապաշարով սկսել է վիրավորել, պիտակավորել եւ այլն եւ այլն եւ այլն եւ այդ խայտարակ process-ի սահմաններում Ալեն Սիմոնյանը նաեւ կոնկրետ ծանրագույն վիրավորանքները հասցրել տղաներին, նրանց անվանելով շատ ներողություն Շան Լակոտներ։ Այս ա եղել այս կոնֆլիկտի սկիզբը, որից հետո տղաները արձագանքել են ու տարբեր իրենց ոճային տարբերություններից ելնելով, մեկը մի ձևով, մյուսը ուրիշ ձևով, որից հետո Ալեն Սիմոնյանը ուրախաց է գնացել է հանցագործության մասին հաղորդումա տվել են, որ կպավ էլի սենց։ Հələ մի հատ էլ հայց է ներկայացել երկուսի դեմ էլ։ Բանտում նստած մարդու դեմ հայց տենց նիստեր են նշանակում, բան սենց։ Որից հետո եկել են տենց այդ բաներով ձերբակալել են խուզարկություններ եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Որից հետո էլ Աբկոմեցին կանչել է Ալեն Սիմոնյանին հարցազրույցի։ Ինչ որ հետաքրքիր սենց բան ա եղել էլի։ Դուք ոչ թե կանչել է, այլ նախապես էլ կանչել, եթեր ա տվել այդ հարցազրույցը։ Հիմա ասածս այն է, որ ստեղ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ որպես պրոֆեսիոնալ սադրիչ։ Ըլորում ապաշկյար է։ Բոլորի աչքի առաջ։ Նույնը ինքը արեց նաև 5 շաբթի օրը այդ քաղաքակտիվիստի, ինչ էր անունը, Միքայել, հիշում ես ազգանունը։ Տղան Յուրին։ Մի խոսքով Միքայելի նկատմամբ, Մարգարյան, հա։ Հա, շատ սրտից նստեց տղայի իդեպ ուղիղ եթերը, որ տեղեկացրեց հանրությանը հորը ձերբակալելու մասին։ Նույն բանը արեց, այսինքն մարդիկ 3 օր գնում էին այնտեղ ինչ-որ քաղաքական օրակարգով։ Պատգամավորները դուրս են գալի, քաղաքավարի ձևով հարցնում էին, ասում են դուք ինչ կարծիքի եք նրա մասին, որ պետք է անպայման 44-օրյա պատերազմի այդ զեկույցը հրապարակվի։ Այդ հանրային օրակարգով։ Դա բացարձակ ժողովրդավարական process է։ Պատգամավորները դուրս էին գալի, ընդդիմադիր պատգամավորները նորմալ էին բնականաբար վերաբերում, իշխանական պատգամավորները կամ աննորմալ էին վերաբերում կամ լկտի էին վերաբերվում, ուրեմն եւ մեկ էլ անսպասելի դուրս է գալի այդտեղ Ալեն Սիմոնյանը։ Այնտեղ բացարձակ ոչ մի բան չկար, այսինքն դες չի որ ինքը ինչ-որ գործ ուներ բան։ Ինքը հատուկ դուրս է գալի սադրելու, ակնհայտ է դա։ Դուրս է գալի սադրելու եւ գալիս է Միքայելը իր ասածը նաեւ համադրելով տեսագրությունների հետ։ Միանգամից շատ անհարգալից վերաբերմունք տարեք սրան, ինչ որ sense բաներ, այդտեղ ինքը արձագանքում է ինչ որ խոսքի մեջ արաբարն է ասում, որին նա արդեն բարձրացնում է նակալը եւ արդեն ընտանիքին կպնող բան է ասում, ասում արան հերդ է ինչ որ sense մի բան։ Որից հետո նոր արդեն հայհոյանքի գործոնն է լինում։ Հիմա սա դասական սադրանք չի աղաս։ Դե ինքը, գիտես, արի հիշենք ինքը դեռ էս ազգային ժողովի նախագահ դառնալուց առաջ Նիկոլի մոտ աշխատում է շտատի պրովոկատոր։
Այդ այս պրովոկացիոն հարցեր էր բարձրացնում, թե հիմնը պետք է փոխենք, չգիտեմ, եւ այս ամեն ինչը նրա համար էր, որ ցույց տալու, որ իրանք կարելի է նշանակել այս ազգային ժողովի նախագահի փոխը, հա։ Եվ ինչ արել ուրեմն դրանից բացի, աստորեն վայելում է իր այդ պաշտոնը եւ պրովոկացիաներ անում։ Այսինքն, այս ընթացքում ինքը որպես ազգային ժողովի նախագահ ինչ արել։ Ինչ քաղաքական ձեռքբերումներ ունի, բացի արի հիշենք, հիմա որ ասես Ալենը եղել է քաղաքական գործի, ինչ է հիշելու իր քաղաքական գործունեությունից, բացի այն, որ իր պրովոկացիաների պատճառով ուրեմն մարդկանց են ձերբակալում, գիտեմ, մարդկանց։ Ես միակ բանն եմ հիշում, որ գնաց սրիկայի պես հանձնառեց Աղդամը իմ հայրենիքն է այդ հայտնի նկարը, հետո էլ տենց սխալվել եմ։ Հիմա հայրենիքս փոխվել է, հիմա հայրենիքը պոլիսանքս է ժեշտի կտորն է։ Դե մի խոսքով էլի։ Լավ, ինչ ասեմ, ուրեմն ինչ է լինում, մեր մոտ շարունակում է, ձեր մոտ, շարունակում է նախընտրական։ Ճիշտ էր մեր մոտը։ Մի հեռացեք մեզնից։ Դե նախընտրական process-ները շարունակվում են, իհարկե պաշտոնական փուլ դեռ չի ասել, սա երևի թե առաջի դեպքն է իմ կարծիքով, էլի, sense մի քիչ դիլետանտական աչքով, որ full scale, այսպես ասած, ամբողջական նախընտրական քարոզարշավ է ընթանում առանց պաշտոնական ազդարարման։ Դες ինչ, ես ասեմ, իմ կարծիքով պատճառը որն է, պատճառը այն է, որ այն փուլում, երբ որ ուրեմն հայտարարվելու է այդ պաշտոնական մասը, այդ փուլում Նիկոլը զբաղված լինելու Եվրոպաներով։ Հա։ Այնտեղ Հայաստանում ինչ որ ԵՄ-ի հետ ինչ որ համաժողով լինում, չգիտեմ, տանմել։ Ինչը ասենք, որ Եվրոպայի նվերն է Նիկոլին, որպեսզի ընտրվի։ Հա։ Այսինքն միջամտություն աղիղ մեր ընտրություններին։ 100%։ Ինքը փաստորեն հիմա ֆորֆորում է որպես կուրդուտող, հետո ուրեմն դառնալու է բան, քաղաքակիրթ ուրեմն եվրոպացի։ Դրա համար նա ուրեմն սկսեց այսքան արագ եւ այսքան վաղ ընտրություն եւ դրանից ստիպելու որ մյուսները նույնպես մտնեն արշավի մեջ։ Ես չգիտեմ, այդ ինչա հաշված թե չէ, որովհետեւ այնուամենայնիվ եթե նա ձայներ է ուզում, ես չեմ կարծում թե Եվրոպաները մեծ ազդեցություն կունենան, ասենք, այն փողոցների ձայնի վրա, ով որ իր հիմնական ընտրախավն է, ընտրազանգվածն։ Չգիտեմ, բայց ամեն դեպքում սա է պատճառը, որ այսքան շուտ սկսվեց, որ ասած full scale campaign-ը։ Էլի որ արդյունքները հրապարակվում են հարցումների եւ այլն, կարծես թե չէ։ Որտեղ գիտես հարցումների, սոցհարցումների։ Դե գիտես, ես այդ սոցհարցումների վրա շատ չեմ էլ ուզում ֆիքսվեմ, որտեղ տենց ամեն մեկը իր թվերն է ասում, տենց ես իմ համար 10-21 թվականը, հիշում ես, այն որ ընտրություններից մի 5-6 օր առաջ մեկ էլ այսօր արդեն սոցհարցումները ցույց տվեցին, որ Քոչարյանը անցավ Նիկոլ Փաշինյանին։ Մի 6-7 օր, 10 օր էր, չէ, 6-7 չէր, մի 10 օր առաջ էր։ Հետո տեսանք ինչ եղավ էլի։ Այսինքն այդ սոցհարցումները ես չգիտեմ դրանցից որոնք են իրական, որոնք են քարոզչական եւ նաեւ չգիտեմ թե այսօրվա սոցհարցումները ինչքանով են կենսունակ էլի, տենց ինչքան են պայմանավորելու հետագա, որտեղ այնքան ջրեր են հոսելու։ Այդ հաստատ գիտես հայտնի փաստը որ հիմնական նախընտրական ուրեմն գործունեությունը կատարում է ընտրություններից 2 շաբաթ առաջ, սկսած 2 շաբաթ առաջ։ Հա։ Կարևոր բան։ Այսինքն բանը այդ ժամանակ է փոխվում, էլի։ Մի բան է փաստ, որ ընդդիմադիր դաշտում ֆլագմանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ուժեղ Հայաստանն է, դա է այսպես անառարկելի կարծում եմ, մնացած բոլոր հանգամանքները ով քանի տոկոս ոնց ինչ դա արդեն առարկելի է։ Մի դետալ եմ ես ուզում նշեմ, առանց դրա մեջ խորանալու չեմ ուզում այդ թեմայի մեջ մտնել, շատ խոսեմ կողմնակի կամ չգիտեմ լեյտմոտիվ դառնող թեմա է, որ ընդդիմադիր դաշտում են սկսում իրար հանդեպ դուրս գալ։ Ես կարծում եմ սա հույս ունեն, որ սա ուրեմն ընտրություններից առաջ ուղղակի այս բանը, այս խոսակցությունները կդադարեն եւ մարդիկ սկսեն մտածել ոչ թե ինչ անեն, որ ազգային ժողովուրդ է գտնեն, այլ ոնց անեն, որ ազգային ժողովը նշանակի փոխչապել։ Հույս ունեմ, այս արես հաղթումը չխորեմ։ Եթե դեմ չես։
Դե գիտես, շատ բաներ կա, որոնք որ շատ բաներ կա, որ ասենք ճշմարտությունը, բայց ճշմարտությունը ասելու ժամանակ կա, բան կա, չգիտեմ, ես էլ եմ ձեռն պահում այս հարցերին անդրադառնալուց եւ միանում եմ քո արտահայտած հույսին դիվանագիտորեն։ Դե ինչ, այսքանով այսօր ավարտենք մեր հերթական ծովից ծովը, հույս ունենք, որ սպասի մեր մյուս հաղորդումը երբ է լինում, հա էլի նիստից հետո է չէ լինում տղաների, հա, հույս ունենք, որ մյուս հաղորդմանը նաև իմ աջ կողմում գտնվող հիանալի երիտասարդի նկարը դուրս կգա մեր ինչ էր այդ ինչ հետույքային բան էր ասում Զադնիկ այդ աղասի ասած տեղից եւ մենք շատ ավելի լիաթոք կլինենք այս հարցում, որովհետեւ են որ մեր ընկերները բանտում են կամ տնային կալանքի տակ են, դա նաև մեր թթվածինն է պակասեցնում, այն որ մեր համակարգացիները հարգարժան մարդիկ բանտում են, չգիտեմ, Աշոտ Երկաթը կլինի, Բագրատ Սրբազանը կլինի, կամ տնային կալանքի տակ են Միքայել Սրբազանը կլինի, եւ այլն, դա մեր վրա էլ է ազդում, որպեսզի մենք հույս ունենք, որ մյուս շաբաթ մենք նույնպես լավ նորություններ կունենանք եւ քաղաքական բանտարկյալների թիվը մեր երկրում ավելի քիչ կլինի, քան այսօր։ Շատ լավ, դե հրաժեշտ տանք ես, հրաժեշտ տանք սիրելի դիտողներին, կհանդիպենք մեկ շաբաթից, այդ հույսն էլ ուրեմն փայփայենք տեսնենք մեկ շաբաթ։ Մինչ մյուս կիրակի։